Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք ձեր հետ միասին քննարկելու ենք շատ կարևոր հարց, որը վերաբերվում է ադրբեջանական տարբեր աղբյուրներից եւ սա կարամ ասեմ ինչպես արդեն հանրային աղբյուրների վրա հղում անելով, այդպես էլ ոչ հանրային, որ Վրաստանը սկսել է կիսաշրջափակում Ադրբեջանի նույն այն տրամաբանությունով, որով ապրիլ ամսից այս տարվա, ուստի 2025 տարվա Վրաստանը նույն ձև անցկացնում է Հայաստանի կիսաշրջափակումը, ստեղծելով խնդիրներ սահմանի վրա։ Այս խնդիրները հիմա նաև անցել են վրաց-ադրբեջանական սահման։ Հիմա ես ձեզ մանրամասն կծանոթացնեմ ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն հանրային դարձած տեղեկատվությունները, հատկապես նկատի ունեմ ASTV-ին, որը Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունն է, եւ որտեղ որ տարբեր տեսահոլովակներ եւ սյուժեներ են պատրաստվել քննարկելով այս կարևոր հարցը, որտեղ որ Ադրբեջան լեզվով է իհարկե քննարկումները, ուստի ես ձեզ չեմ տրամադրի այդ վերլուծությունները, բայց կտրամադրեմ բովանդակությունը, ինչպես նաև կտրամադրեմ Հաքին Ազի հարթակում Ֆահրադ Մամեդովի կողմից երեկ երեկոյան նոյեմբերի 27-ին ուշ երեկոյան 22:35 տեղակայված այս հոդվածը, իրականում այս տեղեկատվությունները ես ավելի շուտ ունեի, բայց սպասում էի մի քանի հաստատումի, որ արդեն հանրային մենք ձեր հետ կարողանայինք այս հարցերի մասին խոսել, ուստի հիմա կան նաև հանրային հաստատումներ եւ ինձ ավելի հանգիստ եմ զգում այն առումով, որ ձեզ տեղեկատվություն տամ, որովհետեւ գիտեք, որ ես միշտ փորձում եմ տալ այնպիսի տեղեկատվություն, որը ապացուցված է, որը ունի հիմքեր, որովհետեւ մեր աշխատանքը հիմնված է այսպիսի փաստերի ուղղությամբ եւ փաստարկված է։ Միևնույն ժամանակ ես պետք է ասեմ, որ այս թեմայի մասին ես նախօրոք էի խոսում եւ իմ վերլուծություններում ասում էի, որ ես այսպիսի բան ակնկալում եմ եւ սրա մասին մի փոքր ավելի ուշ ձեր հետ միասին կխոսենք։ Իսկ հիմա բուն հարցին վերադառնանք եւ ամենակարևորը, որ այստեղ նշվում է վերնագիրը Վրաստանը շրջափակում է կազմակերպում ադրբեջանական բեռնատարներին Չակերտներում Զանգեզուրի միջանցքի պատճառով, այսպիսի վերնագիր ունի եւ հիմա կքննարկենք սա առհասարակ ինչու մասին է, որովհետեւ շատ կարեւոր նաեւ վերնագիր է։ Վրացական սահմանի վրա, սա արդեն հոդվածն է հենց, որևէ բացատրության չտրամադրելով, ուրեմն երկար ժամանակ է կանգնած են ադրբեջանական բեռնատարները, որոնք Ադրբեջանից դեպի Եվրոպա տանում են տրանզիտային ուրեմն իրեր։ Հարցը նրանով է արդեն այստեղից որ սկսենք, ինչքանով դեպի Եվրոպա է դա գնում, դա մեծ հարց է։ Ադրբեջանից ամեն ինչ կապվում է Թուրքիայի հետ, կարելի է անվանել գնում է դեպի Եվրոպա։ Առնվազն կարանք ասել, որ Ադրբեջան-Թուրքիա կապի մասին է խոսքը առաջի հերթին։ Նաև իհարկե չեմ բացառում, որ դեպի Եվրոպա գնացող բեռների իհարկե։ Եվ հոդվածը շարունակվում է բեռնատարերնի վարորդների ուրեմն խոսքերով այսպիսի մոտեցում արդեն կա ինչ որ ժամանակ եւ վրացական ուրեմն սահմանում աշխատող մարդկանց կողմից շատ ծանր մոտեցում է ուրեմն ադրբեջանական կողմի հանդեպ, շատ խիստ մոտեցում է, այսպիսի բառապաշար է այստեղ օգտագործվում։ Բացի դրանից ավելի մեծ խնդիրներ է ստեղծվում Վրաստանի ուրեմն ոստիկանությունը, որը տարբեր պատճառներով կանգնացնում է ադրբեջանական բեռնատարները, խոչընդոտում իրենց շարժը եւ վարորդներին գրում ուրեմն տուգանքներ առանց հիմքի, այստեղ այդպես է նշվում։ Հիմա դառավ նաև տեղյակ, որ տասնյակ մեքենաներ, որոնք թութուն էին տանում Ադրբեջանից դեպի Եվրոպա, արդեն 20 օրից ավել է կանգնած են ուրեմն Ադրբեջանի սահմանին Վրաստանի հետ եւ նաեւ սահմանային կետերում Թբիլիսիում եւ Բաթումիում այդպիսի հատուկ կետեր կան, ինչպես Թբիլիսիում, այդպես էլ Բաթումիում։ Ըստ Հաքին Ազի, ինչպես նաեւ ըստ ASTV, այսինքն Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը, Ադրբեջանի դեսպանությունը Թբիլիսիում
արդեն խառնվել է այս գործընթացի մեջ եւ անցկացնում է բանակցություններ Վրաստանի պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ։ Չնայած խոստումների, որ այս հարցերը շուտապույտ կլուծվեն, մինչև հիմա, այսինքն նոյեմբերի 27-ը, իրավիճակը չի փոխվել։ Ա, Բեռնատարի վարորդ Փարվին Գասանովը, որին կանգնացրել են վրացական սահմանին նոյեմբերի 7-ին, 20 օրվա մասին է խոսքը, 3 շաբաթվա մասին, հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում է տեղի ԶԼՄ-ներին, որ Շեքիից տանում է դեպի Հունաստան թութուն։ Իր խոսքերով վրացական ուրեմն բեռնատարները նույն բեռը, որը ունեն, առանց որևէ խնդիր անցնում են սահմանը, բայց ադրբեջանական բեռնատարների համար կա լրջագույն խնդիր։ Ըստ իրեն, նույն իրավիճակում է գտնվում 30-ից ավել ադրբեջանական բեռնատարներ այս պահի համար։ Բացի դրանից, Գասանովի հայտարարությունով իրեն որևէ պատճառ չեն տրամադրել այս իրավիճակի մասին։ Սահմանապահ ծառայությունները հրաժարվում են իրենց հետ խոսել, ինչպես նաև իրանց պայում են պիտ ադրբեջանական բեռնատար մեքենաների վարորդների հանդեպ։ Բացի դրանից ինքը հստակ ասում է Գասանովը, որ խնդիրներ փաստաթղթերի հետ չունի եւ իրան ուղղակի ասել են, որ ինքը պետք է սպասի եւ արդեն 21 օր է սպասում է եւ որևէ պատասխան չկա։ Վարորդի Բելա Ալախվերդիևի հայտարարությամբ նույն խնդիրները ունի ինքը նաև հիմա եւ անցյալում էլ է ունեցել եւ իր խոսքով մոտավորապես 70 բեռնատար արդեն հետ են ուղարկել եւ ասել են ճակերտներում ուշադրություն, դուք ունեք Զանգեզուրի միջանցք, այդ ճանապարհով էլ գնացեք։ Եվ այդ ճանապարհներին հիմա այդ մեքենաները փորձում են Իրանի եւ Թուրքիայի տարածքով մի կերպ հասնել դեպի արևմուտք։ Ուստի ըստ Բալայ Ալախվերդիևի այս հայտարարությունը շատ հստակ է։ Ունեք Զանգեզուրի միջանցք, գնացեք եւ այդ ճանապարհով էլ անցեք։ Շատ պարզ եւ ուղիղ հայտարարություն է արված։ Բացի դրանից, նույն հոդվածը որ շարունակենք, որ այս վարորդը ասում է, որ վրացերեն լեզու չգիտենալու պատճառով ուրեմն իրանք բարդ իրավիճակում են, իսկ ռուսերեն երբ փորձում են խոսել, իրանց հետ ուղղակի այդ հարցերի մասին չեն խոսում։ Ինչ վերաբերում է ուղիղ ուրեմն ուրիշ վարորդին, նաև Նիզամեդդին Միրզոևին, որը նաև տանում է բեռ դեպի Եվրոպա, ապա ինքը ասում է, որ նույն փաստաթղթերը ինքը ունի, որևէ խնդիր չկա եւ 20 օր սպասում էր տերմինալում Լագոդեխի ուղղությունով, որտեղ որ ինքը իրան հետ վերադարձրին եւ չտվեցին հնարավորություն անցնել սահմանը։ Իր խոսքերով որևէ բացատրություն չի տրվել եւ պատասխանում էին միայն ուրեմն կոպիտ ձևով եւ արհամարհանքով իրանց որևէ հարցերին եւ լեզվի իրավիճակի մասին ես արդեն ասացի։ Հաքինազը արդեն նաև ստացել է ուրիշ ըստ իրենց տեղեկատվություններ ուրիշ բեռնատարներից, վարորդներից, ով Վրաստանով տանում է դեպի Թուրքիա եւ Եվրոպա ուրեմն այդպիսի բեռներ, որ շատ կոպիտ հարաբերություն կա իրանց հանդեպ Վրաստանի սահմանապահ ուրեմն ծառայությունների եւ ոստիկանության կողմից, ինչպես նաև ուրեմն տուգանքներ արդեն ոստիկանության կողմից։ Եվ հետաքրքիրը, որ այստեղ ասվում է, որ այսպիսի մոտեցում կա ուրեմն գարունից ուշադրություն, շատ հետաքրքիր է, որովհետև ապրիլ ամսից է սկսվել մոտավորապես Հայաստանի հանդեպ նույն մոտեցումը, գարունից կա այս մոտեցումը, երբ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև
ակտիվացել էին հարաբերությունները ըստ իրենց շակերտներում Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացի մասին, իսկ դրանից հետո օգոստոսի 8-ին Վաշինգտոնին ստորագրվել է TRIP-ի մասին փաստաթուղթը, որից հետո վրացական կողմի ճնշումները ադրբեջանական բեռնատար մեքենաների եւ վարորդների ուղղությամբ միայն աճել է։ Ուստի մենք այստեղ տեսնում ենք արդեն քաղաքական ենթատեքստ, որ ասվում է հենց բանակցությունները ակտիվացել են TRIP-ի ուղղությունով եւ հենց TRIP-ի ուղղությամբ փաստաթուղթը ստորագրվել է, ապա ուղիղ տեսնում են փոխկապակցվածություն Վրաստանի մոտեցումի եւ TRIP-ի միջև։ Դա շատ կարևոր հարց է։ Բացի դրանից հոդվածը շարունակում է, որ կարելի է ենթադրել, որ այս գործողությունները Վրաստանի կախված են ճակերտներում Զանգեզուրի միջանցքի, այսինքն TRIP-ի ակտիվացման կարգավիճակի եւ հնարավորությունների միջև։ Չնայած նրա, որ ուրեմն Վրաստանի պետության ներկայացուցիչները բացահայտ խոսել են միայն դրական առումով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, այդ թվում TRIP-ի մասին բանակցությունների, որ դա դրական է եւ խաղաղության գործընթացը տարածաշրջանում դրական է, տարածաշրջանում ուրեմն փորձագետները ասում են, որ այս ծրագրի իրականացումը, այսինքն TRIP-ի կստեղծի խնդիրներ ուրեմն Վրաստանի համար իր ինչպես տարածաշրջային hub, եւ սա շատ լուրջ հարց է։ Եվ այս խնդիրը, ինչպես արդեն նշեցի, փաստացի գոյություն ունի գարունից, ապրիլից մոտավորապես։ Բացի դրանից, տնտեսագետ Ակակի Ցոմայան Ռադիո Ազատությանը ասում է, որ ուրեմն Միացյալ Նահանգները եւ այդպես կոչված ուրեմն Տրամպի մարշրուտի ուղղությամբ սա աշխարհաքաղաքական հարցեր են եւ ինքը համարում է, որ նոր այս տրամաբանությամբ մեջ Վրաստանը չի ունենա կարևոր դեր Վաշինգտոնի օրակարգում եւ տնտեսագետը հայտարարում է, որ ուրեմն Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչների հարաբերությունները Թբիլիսիի հետ հիմա քաղաքական ենթատեքստ չունեն եւ միայն տեխնիկական համագործակցության մասին է խոսքը։ Նույն այդ հոդվածի վրա հղում անելով Ռադիո Ազատության իրանք ցիտում են միջազգային հարաբերությունների մասնագետ Գեորգի Թումասյանին, այսինքն հենց ինձ, որը նոր է վերադարձել Երևանից։ Այս հոդվածը ես տվել եմ վրացական ուրեմն բյուրոյին Ռադիո Ազատության եւ հետաքրքիր է, որ Հակինազը նաեւ սա է բերում, հարգելի այրենակիցներ, դա եւս մեկ անգամ ցույց է տալի մեր աշխատանքի կարևոր բնույթը եւ հնարավորությունը, եւ այստեղ Հակինազը ասում է, որ ըստ Գեորգի Թումասյանի, որտեղ որ ինքը հանդիպումներ ուներ, այդ թվում Թրամփի ուղու հետ կապված, ինքը նշել է, որ առանց վերականգնում ռազմավարական հարաբերությունների Վաշինգտոնի եւ Թբիլիսիի միջև, Թբիլիսին չի կարողանա փրկել իր ներկա ուրեմն տրանզիտային միջանցքային հնարավորությունները լոգիստիկ եւ ապահովի նոր հոսքեր եւ Գեորգի Թումասյանի խոսքով Վրաստանը երկար ժամանակ կարևոր այդ դերը ուներ, բայց ուրեմն այդ տրամաբանությամբ, բայց հիմա ամեն ինչը անցնելու է դեպի TRIP, այսինքն դեպի Հայաստան։ Թումասյանը նաեւ նշել է, որ ներկա լոգիստիկ կապերը իհարկե չեն փակվի, բայց կառուցումը նոր լոգիստիկ կապերի Վրաստանի միջոցով ուրեմն ցածր հավանականություն ունի, եթե Վրաստանը եւ Ռուսաստանը պատկերացնում էին, որ Վրաստանի այս լոգիստիկ կապերը դա ինստրումենտ է, միջոց է, ուրեմն Վրաստանի եւ Ռուսաստանի ձեռքում արևտուր անելու արևմուտքի հետ, ապա հիմա փաստացի այդ մեխանիզմը ինչպես միջոց առևտրի Վրաստանը կորցնում է եւ հաշվի առնելով, որ Վրաստանը պահում է հակաարևմտյան իր քաղաքական օրակարգը, արևմտյան գործընկերները չեն տեսնում անհրաժեշտություն Վրաստանի վրա հաշվարկ անելու ուղղությամբ։ Եվ դրանից հետո շարունակում են, որ Գեորգի Թումասյանը համարում է, որ ուրիշ քաղաքական իրավիճակներում TRIP-ը կարող էր ոչ թե Վրաստանի համար դառնալ մրցակից, այլ հակառակը ավելացներ միջին միջանցք կոչված միջազգային ծրագրի
այստեղ դերը եւ մասնակցությունը, բայց ներկա իրավիճակում ուրիշ տրամաբանություն է, որի մասին ես խոսեցի, եւ իմ համար շատ հետաքրքիր է իհարկե եւ կարեւոր, որ այս նույն հոդվածում իմ այդ ուրեմն տված հարցազրույցն են ներառել ադրբեջանական ԶԼՄ-ները, այն էլ ինչ համատեքստում։ Բացի դրանից, այս օրերին Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչը քաղաքական հարցերով Էլիսոն Հուկերը այցելել է Երևան եւ Բաքու TRIP ծրագրի մասին բանակցություններ վարելու, բացի դրանից իր գլխավոր խորհրդատուն Ջոնաթան Ասկոնասը այցելել էր Թբիլիսի, որտեղ որ հանդիպել էր ուրեմն վրացական երազանքի ներկայացուցիչների հետ, բայց ոչ այդ հանդիպումից հետո ոչ պետդեպը, ոչ ուրեմն դեսպանությունը Վրաստանում որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն հայտնել։ Նույն այդ տեղեկատվության մեջ վրացական կողմից նշված էր, որ կողմերը քննարկել են Թբիլիսիի հետ Թրամփի ուղու հետ կապված գործընթացը եւ պոտենցիալ TRIP-ի ազդեցությունը տարածաշրջանի վրա եւ կարեւորությունը Թրամփի աշխատակազմի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքել ուրեմն այդպիսի հարաբերություններ եւ փաստացի խոսք է գնում նրա մասին, որ Միացյալ Նահանգները դժգոհ են ստեղծված իրավիճակով եւ վերջում նաեւ գրվում է հետաքրքիր նաեւ մաս, գրվում է Թումասյանը, նաեւ նորից իմ մասն է խոսում, Թումասյանը չի բացառել, որ Թբիլիսիի հետ բանակցությունները կարող էին լինել TRIP-ի ծրագրի տեխնիկական աջակցման մասին, որը կարող ներառել տրանզիտը Վրաստանի տարածքով երկաթուղին եւ ուրիշ ենթակառուցվածքները կառուցելու նպատակով, եւ այստեղ հոդվածը ավարտվում է, հարգելի հայրենակիցներ։ Ուստի առաջի հերթին պետք է ասեմ, որ իմ համար իհարկե շատ հետաքրքիր եւ նաեւ պատիվ է ինչ-որ առումով, որ այսպիսի կարևորագույն հարցում նաեւ ներառել են իմ հարցազրույցը, բայց տված Ռադիո Ազատության Վրաստանի բյուրոին, Հաքինազին ոչ, բայց Հաքինազն է ներառել։ Ամեն դեպքում ես կարծում եմ դա ուղղակի ցույց է տալի մենք ինչ ծավալի ձեր այդ գործընթաց եւ աշխատանք եք տանում եւ որ մենք ոչ միայն վերլուծություններով ենք զբաղված, այլ նաեւ իրական քաղաքական, աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդեցությունով տարածաշրջանային եւ դա ունի նաեւ լրջագույն հետևանքներ տարբեր այստեղ պետությունների եւ մեր շահերի համար։ Իմ գործընթացը, գործունեությունը գիտեք, որ տեղի է ունենում ինչպես Վրաստանում, այդպես էլ Հայաստանում, ինչ-որ առումով դա առնչվում է իհարկե Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հետ ոնց որ տարածաշրջանային պետություններ։ Իհարկե, գիտեք, որ ես շատ ակտիվ եմ Եվրոպական միության ուղղությամբ եւ Միացյալ Նահանգների, որտեղ որ վերջերս գտնվում է նաեւ այցով։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ձեր հետ միասին վերլուծենք եւ հասկանանք առհասարակ ինչ է տեղի ունենում։ Ես ամիսներ առաջ իմ բազում վերլուծություններում հստակ ասել էի, որ ես սպասում եմ այսպիսի բան, առանց որևէ տվյալ սրա մասին ունենալու, որովհետեւ մեր վերլուծությունները ինքը հաշվարկի մասին է, առհասարակ քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքական զարգացումները 90-ից ավել տոկոսում դա հաշվարկ է եւ միայն շատ հազվադեպ է լինում որևէ դեպք, որը կարա հաշվարկից տրամաբանությունից դուրս լինի, այն էլ ուրիշ ինչ-որ տրամաբանության մեջ է ներկա, որը կարող է այդքան էլ մեծ հավանականություն չէ ունեցել, բայց հիմա ունի։ Ուստի այս գործը հաշվարկի մասին է, ինքը շախմատի նման մի գործընթաց է եւ այստեղ մի ամեն որևէ բան տեղի չի ունենում։ Ես երկար ժամանակ ձեր հետ խոսում էի վրացական պետության բնույթի մասին, որը դարել էր ավտորիտար, բացի դրանից խոսում էի ձեր հետ միասին նրա մասին, որ վրացական պետությունը շեղվել է Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններից, մանրամասն ձեր հետ խոսել ենք նաեւ, որ հակաարևմտյան օրակարգ է բերվել Վրաստանի ներքաղաքական դաշտ եւ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ ինչ ծավալ է ստացել, այդ թվում ուղիղ վտանգների հետևանքով, պետք է հասկանանք, որտեղ Ռուսաստանը ունի օկուպացրած Վրաստանի տարածքների 20%-ը, Ռուսաստանը այստեղ ունի զինված ուժեր, մեր այդ 20%-ում Ռուսաստանը ուղիղ ռազմական խնդիր եւ սպառնալիք է ներկայացնում մեր պետության համար։ Ուստի հարգելի հայրենակիցներ, պետք է բոլորը շատ լավ հասկանանք,
որ Վրաստանը գտնվում է նաև բարդ իրավիճակում, եւ այդ բարդ իրավիճակում իմ վերլուծությունը այսպիսին է եղել եւ այսպիսին է շարունակել մնալ, որ Վրաստանը պետք է կարողանար ապահովել բռնապետությունը նրա շնորհիվ, որ լինելու էր միակ դերակատարողը, միջին միջանցք կամ առհասարակ արևմուտք-արևելք Եվրասիա մայրցամաքով այդ լոգիստիկ կապերի մեջ։ Հիմա ինչ նկատի ունեմ։ Մենք ձեր հետ խոսել ենք նախկինում, որ Սինգապուրով անցնող այդ ճանապարհները եւ հետո Ադենով անցնող ճանապարհը Սուեցի ուղղությամբ նաև վտանգված է եւ Եմենում ռազմական գործողությունները դրա վառ օրինակ էին։ Բացի դրանից Սինգապուրը նաև խնդրահարույց տեղ է մնում, հատկապես եթե Թայվանի հետ պատերազմ սկսվի, մի խոսքով լուրջ խնդիրներ կա։ Մյուս կողմից շատ կարևոր է այն, որ Ռուսաստանի հետ պատժամիջոցների պատճառով ցամաքով Ռուսաստանի ճանապարհը փակ է, ծովով Հյուսիսային օվկիանոսի ուղղությունը նաև փակ է, որովհետև այդտեղ կլիմային հնարավորությունները չեն տալի այն, ուրեմն, այո, հնարավորությունը, որ մթնոլորտը, որ այդտեղով ապահովեն լրջագույն, ուրեմն, առևտուր եւ շարժ նավերի։ Բացի դրանից հարավով ցամաքային ճանապարհը նաև չի կարող լինի վստահելի, նկատի ունեմ Իրանի ճանապարհը, որտեղ որ գիտեք, որ պատերազմ էր տեղի ունենում, վերջերս պատերազմը կարա վերսկսվի, մենք սրա մասին ձեր հետ բազում խոսել ենք։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր եւ ուղիղ հարց է իհարկե նաև Իրանի դեմ պատժամիջոցները։ Ուստի օրակարգային հարցեր հարավային Կովկասը դարձնել եւ կենտրոնական Ասիան տրանսկասպյան ուղով դարձնել միջին միջանցքի այդ ծրագիրը ամենակարևոր արևմուտք-արևելք լոգիստիկ կապը եւ տրանզիտային հնարավորությունը։ Հիմա պետք է այստեղ հստակ նշվի, որ սա պետք է տեղի ունենար Վրաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանի տարածքով որևէ լոգիստիկ կապեր չկար, Հայաստանը-Ադրբեջանը գտնվում են ռազմական իրավիճակում։ Եվ Ադրբեջանը ուներ մկրտումներ, որը կոչվում էր էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցք։ Մենք տեսանք օրակարգ, որով Վրաստանը երբ կառավարվում է, վերահսկվում է նաև Ռուսաստանի կողմից, ապա Ռուսաստանը վերահսկում է փաստորեն իր սեփական տարածքը, Վրաստանը եւ Իրանի տարածքը։ Ինչու՞, որովհետև Իրանը իր դաշնակիցն է շատ մտերիմ եւ ազդեցությունը այդտեղ հենց ռուսական է, չինական է, մի խոսքով այս բևեռի ազդեցությունն է։ Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն Կովկասին։ Կովկասում այդ տրամաբանությունը պետք է լիներ նաև Հայաստանում, հարգելի հայրենակիցներ։ Այո, Հայաստանում Ռուսաստանը պետքա վերականգներ իր իշխանությունը եւ դեռ ունի այդպիսի ցանկություն, նրա նպատակով, որ Ռուսաստանը վերահսկի բոլոր պետությունները՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը, Իրանը։ Դրանով թուրքական պետությունների միության համար ամբողջ առևտուրը, նկատի ունեմ Անկարա, Բաքու, Կենտրոնական Ասիա, Չինաստանի հետ առևտուրը, Եվրոպայի հետ առևտուրը, այդ ամեն ինչը վերահսկելու էր Մոսկվան։ Ուստի Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Անկարան, Բաքուն, Պեկինը բոլորը խոսալու էին Մոսկվայի հետ այս լոգիստիկ կապերի մասին։ Հիմա տեղի ունեցավ պատմական իրադարձություն։ Ձևավորվում է ինքնիշխան հայկական պետություն, որը հրաժարվում է Ռուսաստանի գաղութ լինելու գաղափարից եւ որը գնաց օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելուն, հստակ նաև կարելի է նշել այս հենց հոդվածը, որը դա ապացուցում է, ինչպես նաև իմ այդտեղ մեկնաբանությունները։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, ձևավորվում է այլընտրանք, պատմականորեն այս այլընտրանքը կոչվում էր նախկինում Գենջա Գեփ, նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղը հայկական վերահսկողության տակ էր, իսկ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտի էր, ապա որ միայն այդ Գանջայի հատվածով է հնարավոր անցկացնել արևմուտք-արևելք կապերը, հետո Վրաստանով, որը Վրաստանը նաև արևմուտքի դաշնակիցն էր։ Հիմա իրավիճակը փոխվել է, Վրաստանը արևմուտքի դաշնակից չէ, Ադրբեջանը ունի վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի վրա, բայց չկա կապ։ Եվ այդ կապը հիմա ապահովվում է, եւ ես կասեմ, սա իմ նոր թեզն է, Armenia Gap։
փոխվել է իրականությունը։ Հիմա եթե առաջ ռազմավարական նշանակություն ուներ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները, հիմա ռազմավարական նշանակություն ունի արդեն Հայաստանը։ Ինչու ոչ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որովհետև Ադրբեջանը նաև թյուրքական պետությունների միության մաս է, թյուրքական պետությունների միությունը ել ավելի իրան ինչպես սուբյեկտ է ուրեմն ցուցադրում, ուստի մենք երբ խոսում ենք Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստանի մասին, կարանք ասել թուրքական պետությունների միություն։ Եվ այս ամեն ինչում բացը կապի առումով դա իհարկե Հայաստանն է։ Եվ Հայաստանը պատրաստ է օգոստոսի 8-ով ապահովել ուշադրություն ոչ թե Զանգեզուրի միջանցք, դա ադրբեջանցիք են օգտագործում այդ տերմինը, իրանց տարածքի մասին են օգտագործում, թող օգտագործեն։ Մենք մեր տարածքում գործընթացը կոչվում է ուրեմն, գիտեք, խաղաղության խաչմերուկ եւ թրիփ, այդ ուղղությամբ պես ստորագրված փաստաթղթեր Միացյալ Նահանգների հետ, իսկ թրիփի փաստաթղթի տակ նախագահ Ալիևի ստորագրությունը նաև կա վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին, իսկ առանձին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կնքել են փաստաթուղթ նաև խաղաղության խաչմերուկի օրակարգի ներքո։ Ուստի Հայաստանը բաց է եւ պատրաստ է բացել այդ նոր լոգիստիկ կապերը։ Հիմա ինչ է տեղի ունենում Վրաստանում, ինչու է Վրաստանը դժգոհ եւ ինչու պաշտոնական առումով ասում է, որ մենք աջակցում ենք, որովհետեւ չաջակցել սրան պաշտոնական առումով նշանակում է լինել խաղաղության դեմ, նշանակում է լինել ենթակառուցվածքների բացման դեմ, նշանակում է լինել առհասարակ բոլոր խաղացողների դեմ, որովհետև նույն Ռուսաստանն էլ ասում է աջակցում ենք, որը մեկը չի կարող ասել մենք դեմ ենք, որ խաղաղությունը ձևավորվել եւ լինելու է ուրեմն փոխշահավետ հարաբերություններ, բայց գործով Վրաստանը ցույց է տալիս, որ ինքը դեմ է այդ գործընթացի, եւ ես պետք է բացատրեմ, թե ինչու։ Որովհետեւ երբ այստեղ ձևավորվեց բռնապետություն, որի մասին մենք ձեր հետ խոսում ենք եւ իդեմս նշեմ, այսօր ուղիղ 1 տարի է, ինչ Վրաստանը կանգնեցրել է Եվրոպական միությունում անդամակցության գործընթացը եւ այսօր նաեւ կլինի մեծ ցույց 1 տարվա նվիրված ամեն օրվա պայքարի, 1 տարի է Վրաստանում ամեն օր ցույցեր են եւ այսօր ուրեմն այդ մեծ ցույցն է 1 տարվա օրվան նվիրված։ Այդ ամեն ինչը ուղղված է նրան, որ Վրաստանը ձևավորել է բռնապետություն, դարել է հակաարևմտյան պետություն եւ այդ ուղղությամբ ստիպում էր եւ ստիպել է փորձել արևմուտքին, որ ճանաչեն Վրաստանը, ճանաչեն այսպիսի իրավիճակը Վրաստանում, որովհետեւ հարգելի հայրենակիցներ, Վրաստանը միակ պետություններ լինելու, ով այդպիսի վերահսկողություններ ունենալու լոգիստիկ կապերի վրա։ Եվ ստիպված պետք է լիներ, ինչպես Ադրբեջանի դեպքում է արևմուտքը ստիպված պետք է լինեն իրանք ճանաչել ուրեմն Վրաստանի տարածքային այդ հնարավորությունները եւ միևնույն ժամանակ Վրաստանում ձևավորված իշխանությունը վերականգնեին դիվանագիտական բոլոր կապերը, որովհետեւ հիմա գիտեք, որ նվազեցված է ամբողջությամբ Միացյալ Նահանգների եվրոպական պետությունների կողմից եւ ճանաչել փաստորեն Բիձինա Իվանիշվիլուն եւ իր համակարգը այստեղ ինչպես լեգիտիմ իշխանություն եւ լեգիտիմ բռնապետ վերջնական համաձայնվել, որ Վրաստանում բռնապետություն է ձևավորված։ Հիմա հարգելի հայրենակիցներ, սա ադրբեջանական մոդելն է, Ադրբեջանում արևմուտքը ճանաչում է Իլհամ Ալիևին եւ իր բռնապետական մոդելը, ուստի Վրաստանում կար նաեւ դրա ցանկություն, դրա ուղղված այսպիսի որոշում։ Իսկ այս իրավիճակում, երբ Հայաստանում մենք կարողացանք պահել ինքնիշխան իշխանությունը, եւ հիմա ձեր համար շատ ավելի հասկանալի է իմ գործունեությունը ինչուն է ուղղված եւ ոչ թե անձերին, պահել ինքնիշխան իշխանությունը, որը իդեմս նշեմ ճիշտ քայլեր է անում, այդ է պատճառը, որ ես այդ գնահատականն եմ տալի, այլ ոչ թե բուն, որովհետեւ այդտեղ այսպիսի անուն ազգանուն ունեցող անձնավորություններ են գտնվում եւ համարում եմ անուն ազգանունն է ինքնիշխան, ոչ, ինքնիշխան է մոտեցումը եւ ես այսօրվա իշխանության մոտեցումը համարում եմ ինքնիշխան շատ կարեւոր եւ ինքնիշխանությունը Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալն է, բայց Ռուսաստանը պնդում է, որ միևնույնը վերականգնելու է վերահսկողությունը Հայաստանի վրա։ Ուստի Ռուսաստանի համար կենսական է մնում երկու գործընթաց՝ մի կողմից դա կամ հրահրել պատերազմ Ադրբեջանի հետ,
այս շակերտներում իր գործակալների միջոցով, խափանել գործընթացը, իր սահմանապահ զորքերի միջոցով, իր զինված ուժերի միջոցով, արտաքին ճնշման միջոցով եւ այլն, այդ թվում Վրաստանի ճնշումն էլ դրան էր ուղղված, կամ երկրորդը ամենակարևորը, ուրեմն ինչու վրա իրանց հույսն էր, ներքաղաքական ձևաչափով Հայաստանում փոխել իշխանությունը, հեղաշրջում կազմակերպել։ Հեղաշրջման գործընթացի գլխավոր մասնակիցներն էին, դուք ինչպես գիտեք, եւ դա պետք է լիներ Կտրիչ Ներսիսյանը, քաղաքացին, իր փոքրիկ խմբակի հետ միասին, իսկ դա ձեր համար շատ լավ ծանոթ, ուրեմն քաղաքացի Բագրատ Գալստանյանն էին, քաղաքացի Աջապահյանը, քաղաքացի Պրոշյանը, ուրիշ նաև քաղաքացիներ, մեր եկեղեցին մտցրել էին քաղաքական դաշտ ռուսական գործակալներին, օգտագործելով իրանց տերերը նրա համար, որ Հայաստանում վերադարձնեն իշխանություն։ Հիշեցնեմ, քաղաքացի Գալստանյանին ասել էին Հայաստան չի լինի, եթե դուք այս իշխանությունը չփոխեք։ Եվ ուրիշ։ Բացի դրանից ակտիվացրել է Ռուսաստանից ուրիշ կագեբեշնիկ գործակալներին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իհարկե Կրիմնաշ Արթուր Վանեցյան։ Մենք նաև տեսնում ենք նոր ծրագրեր, ինչպիսին է Էդմոն Մարուքյանը, որը պահանջում է 9-րդ կետով նոյեմբերի 9-ի փոխանցել Ռուսաստանին այդ ճանապարհը, որի մասին խոսում էինք, եւ միևնույն ժամանակ այդ ճանապարհը Էդմոն Մարուքյանի մասին արդեն ասացի, Արման Թաթոյանը նույն տրամաբանության մեջ է, իհարկե դաշնակցությունը եւ ահաբեկչության փորձերը, նաեւ պետք է կարճ ասեմ դաշնակցության ուրիշ տարբերակի մասին, ազգային ժողովրդավարական բևեռը, որը նույն տրամաբանությամբ ահաբեկչության օրակարգ է բերում։ Ես առհասարակ իմ գնահատականները այս բոլոր ուժերի մասին տվել եմ։ Հայաստանը հենց այս պատճառով, որի մասին նոր խոսում էի, որովհետև այս ամբողջ լոգիստիկ կապերի մեջ թույլ չպետք է տա Հայաստանը, որ դառնա գործիք Ռուսաստանի ձեռքում, որտեղ դա կլինի հայկական պետության ավարտ, իսկ Հայաստանը ինքնիշխանությունը իր ամրապնդելով, գործակալների հարցը լուծելով, եւ ես սրա մասին առանձին խոսեմ, բայց գործակալների հարցը պետք է լուծել եւ ավարտել։ Եվ Կտրիչ Ներսյանի հարցը կարծես արդեն ավարտում ենք, բայց մնացածների հարցը դեռ չենք ավարտել, եւ դա շատ կարեւոր է, բայց դա պետք է ամրապնդվի գործակալների հարցը լուծելով, հաջորդ ընտրություններում հաղթանակով, ինքնիշխանության աջակցող եւ օգոստոսի 8-ի օրակարգին աջակցող ուժերի, որի հետևանքում մենք կձևավորենք թուրքական պետությունների, Չինաստանի, Եվրոպական միության եւ նաեւ Ռուսաստանն էլ կարա սրանում մասնակցի, բայց ինքնիշխան հայկական ճանապարհ Վաշինգտոնի հետ միասին, որի շնորհիվ այստեղ Վրաստանում արևմուտքը ստիպված չի լինի ճանաչել բռնապետությունը, ինչը նշանակում է, որ ապագայում Վրաստանը կունենա հնարավորություն վերադառնալ եվրոպական եվրոատլանտյան ուղու վրա, եւ սա շատ կարեւոր հնարավորություն է, եւ սա նշանակում է, որ Հայաստանը իր ինքնաիշխանությունը փրկելով, իր պետությունը փրկելով, փրկում է նաեւ Վրաստանի պետությունը երկար ժամկետում, որովհետեւ Վրաստանում չձևավորելով, չամրապնդելով այս բռնապետությունը, վերջ առաջ մենք կգնանք այնպիսի լուծումների այստեղ, որը կբերի նրան, որ Վրաստանը կվերականգնի իր ինքնիշխանության գոնե մի մասը եւ կկարողանա շարունակել գոյություն ինչպես անկախ պետություն, այլ ոչ թե Ռուսաստանի գուբերնիա։ Սրանով ստացվում է, որ փրկելով Հայաստանը մենք փրկում ենք Վրաստանը, փրկելով Վրաստանը մենք հետո փրկում ենք Հայաստանը, դա առանձին հարց է, որի մասին մենք երկար ձերդ խոսել ենք, իսկ իմ տրամաբանությունը ամենահետաքրքիրն է այստեղ ստացվում։ Ես ինչով կարող եմ օգտակար եմ հայկական պետությանը, որովհետև դա իմ համար առանձին արժեք է, բայց դա անելով ես նաև օգնում եմ Վրաստանին, վրացական պետությանը, օգնելով վրացական պետությանը ես նաև վրացանպաստ գործ եմ անում հայանպաստ գործի հետ միասին, իսկ վրացանպաստ գործը եւ վրացական պետության ամրությունը դեպի արևմուտք կապերի վերականգնումը բերելու է նրան, որ սա ի նպաստ է նաև Հայաստանի, որովհետև Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ արևմուտքի հետ կապ, ոչ միայն Թուրքիայի տարածքով, այլ նաև Վրաստանի տարածքով, հա, Իրանի մասին բարդ է խոսել, բայց ենթադրում եմ ապագայում կարա ավելի լավ իրավիճակ լինի, բայց կա Իրանի ճանապարհն էլ, բայց ընդհանուր առումով արևմուտքի հետ կապը գլխավոր առումով հենց Վրաստանով որ լինի։ Ուստի
Հասկանալի է Վրաստանի այսօրվա բռնապետության նպատակները ճնշել Ադրբեջանին, Հայաստանին, Թուրքիային այդ առումով, որ չլինի այլընտրանքը, որովհետև պետք է ձևավորվեր այստեղ այդ բռնապետությունը եւ պետք է հստակ ասեմ, որ սրա մասին արդեն բացահայտ սկսեցին տարբեր մարդիկ նաև խոսել, ամենալավ տեղյակ են սրա մասին իհարկե Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիք եւ իրանք հստակ հոդվածներ են նաև սրա մասին կամ սոցիալական ցանցերում փոստեր են գրում այս թեմայի մասին եւ հղում անելով այս հոդվածներին, որի ուղղությամբ դուք տեսնում եք, թե ինչպիսի թեմաներ է զարգանում։ Ես իհարկե կնշեմ Հաքին Ազի այս հոդվածի հղումը այս ինվերլուծության տակ, որ դուք կարողանաք տեսնել եւ կարդալ ցանկության դեպքում, կարծում եմ դա կարեւոր է։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ Վրաստանի ադրբեջանցիք սրանով հիմա նաեւ ասում են, որ հասկանում են եւ նույնիսկ դեմ չեն այս իրավիճակին շատ դեպքերում, որովհետեւ պատասխանատուն Ադրբեջանն է սրա վրա։ Եվ ինչ նկատի ունեն։ Նկատի ունեն, որ Վրաստանի ադրբեջանցիքի մեծ մասը, ինչպես ես Վրաստանի հայ լինելով, դեմ ենք եղել, որ վերընտրվի վրացական երազանքը, այսինքն ռուսական երազանքը։ Եվ մենք բացահայտ դրա մասին խոսել ենք։ Բայց ցավոք, եթե Հայաստանը չի ներխուժի առհասարակ Վրաստանի ներքաղաքական գործերում, եւ ես դա համարում եմ շատ ճիշտ, իհարկե, Ադրբեջանը ներխուժել է եւ Ադրբեջանը ակտիվորեն աջակցել է վրացական երազանքին նախորդ ընտրություններում իր քարոզչությունով, իր հեռուստաընկերություններով, ինչպես նաեւ հարգելի հայրենակիցներ, տեղում իր ազդեցությունով իր համայնքում, նկատի ունեմ էթնիկ ադրբեջանական համայնքում։ Հիմա այդ ադրբեջանցիքի մեծ մասը, ով մեր հետ են միասին կարելի ասել այս արևմտյան բևեռում, հստակ ասում են, որ Ադրբեջանը քաղեց այն, ինչ ցանել է, այն առումով, որ պետք է հասկանար, թե ինչ է նշանակում ռուսական այստեղ իշխանություն ընտրելը։ Ես կարող եմ բացատրեմ ձեզ տրամաբանությունը, Ադրբեջանը իհարկե չէր ուզում այստեղ 100%-անոց ռուսական իշխանություն ձևավորել, ինքը պատկերացնում էր, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները ինքնիշխան են, եւ այդ ինքնիշխան իշխանությունները, որոնք արևմուտքի դեմ են, դա լավ է իրենք էին պատկերացնում Ադրբեջանի համար եւ Թուրքիայի համար, որոնք նաեւ արևմուտքի հետ ունեին խնդիրներ լրջագույն, բայց հաշվի չառան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվեց եւ Ռուսաստանը սկսեց Վրաստանը ինչպես գործիք օգտագործել իրենց դեմ, հաշվի չառան, որ իրականում խնդիրներ է ձևավորվել եւ ձևակերպվել այդ առումով ուրեմն Ադրբեջանի համար, Թուրքիայի համար եւ հաշվի չեն առել բոլոր այդ նրբությունները, ինչը շատ կարեւոր բաց թողում է իմ պատկերացումով ադրբեջանական պետության համար։ Բացի դրանից, իրանց հաշվարկը նրանում էր, որ այսօրվա իշխանությունները Ռուսաստանից կկարողանան անկախ լինել, միևնույն ժամանակ կկարողանան սահմանափակել Հայաստանի հանդեպ աջակցությունը, որովհետև հիշում եք, ադրբեջանական ԶԼՄ-ները շատ գոհ էին, որ ֆրանսիական զենքի մատակարարումները Վրաստանի իշխանությունները կանգնացրել էին եւ առհասարակ որ խնդիրներ էր ստեղծում Հայաստանի համար։ Ես ասում եի, որ նույն խնդիրները կստեղծեն ռուսները Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որովհետեւ խնդիրները նաեւ ուրեմն Վրաստանի համար իրանք ուղղված չեն զուտ Վրաստանի ուրեմն միջոցով այդ պետությունների դեմ, դա Ռուսաստանի գործունեություն է։ Ուստի դուք տեսնում եք այստեղ որ շատ լուրջ եւ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ես փորձեցի ձեզ շատ տրամաբանորեն բացատրել իրավիճակը եւ կարծում եմ ձեր համար հիմա շատ ավելի լավ հասկանալի է ինչու է Ադրբեջանը ուզում Հայաստանի տարածքով ճանապարհը բացել, ինչու այսօր Հայաստանը կարա լինի ավելի վստահելի գործընկեր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, քան Վրաստանը, ինչու է Վրաստանը այսպիսի քաղաքականություն վարում, ինչու նաեւ Հայաստանին է պետք Թուրքիա եւ Ադրբեջանը, որովհետեւ Բեռների մասնակի բլոկադան կարա անցնի ամբողջական բլոկադայի, ինչպես Հայաստանի, այդպես էլ Թուրքիայի կամ Ադրբեջանի համար, ուստի ինչու այսօր Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը բոլորը միմյանց պետք են եւ ինչու հայկական պետությունը պետք է լինի ինքնիշխան, ուստի ինչու մենք պետք է լուծենք գործակալների հարցը, ինչու որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ Սամվել Կարապետյանին եմ մոռացել իհարկե այդ ցուցակում, ռուս օլիգարխներ, ռուսաստանցի գործակալներ, եկեղեցում պահկված կագեբեշնիկներ եւ ուրիշ այդպիսի ուրեմն գործակալներ չկարողանան վերականգնել
ազդեցությունը Հայաստանում, որովհետև դրանով մենք որևէ բան չենք շահի, հակառակը կկորցնենք հայ եւ վրաց ազգերը պետականության հնարավորություն, կկորցնենք ապագա, կկորցնենք պետություն, կկորցնենք ազդեցություն, կկորցնենք աշխարհաքաղաքական քաշ, կկորցնենք հետաքրքրվածություն եւ կշահենք միայն մեկ բան՝ Ռուսաստանը կլինի գոհ իր գործակալներից, ոչ թե հայ ազգից, Ռուսաստանը կլինի ամուր իր դիրքերում միջազգային առումով, որովհետև մեր փոխարեն կանի առևտուր, մեր տարածքով, մեր պետության միջոցով, ինչը այսօր ցավոք անում է Վրաստանում, բայց Հայաստանում սա թույլ չտալը, սա նաև Վրաստանի համար կենսական կարևորություն ունի։ Ուստի հարգելի հայրենակիցներ, դուք հիմա այստեղից միանգամից հասկանում եք աշխարհաքաղաքական զարգացումները, որում մենք ձեր հետ միասին մասնակցում ենք, ներքաղաքական գործընթացը, որում մենք ձեր հետ մասնակցում ենք, եւ փաստացի գործունեությունը, խոսքի նույն կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ, իմ հստակ քայլերը, որովհետև այդ գործում պետք էր նաև գետնի վրա գործելը եւ առաջ տանելը մեր ընդհանուր շահերը, ինչպես մեր եկեղեցու, այդպես էլ աշխարհաքաղաքական։ Ուստի ձեր համար թափանցիկ, բաց, հասկանալի է ամեն ինչ, ինչու մասին որ ես խոսում եի, ինչու ուղղությունով ես աշխատում եի եւ ինչ մենք ձեր հետ միասին անում ենք։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր աջակցության համար, ձեր լայքերի եւ մեկնաբանությունների համար, ինչը շատ կարեւոր է։ Ես շատ շնորհակալ եմ ձեր ընդհանուր աջակցության համար, որովհետև առանց դրա մեր գործունեությունը հաջողությունների չէր հասնի, հասնում է ձեր շնորհիվ, ուստի շարունակենք աշխատել եւ ի նպաստ մեր ազգի, մեր պետությունների, Վրաստանը եւ Հայաստանը առհասարակ միասնական ճակատագիր ունեն, դրա համար ես համարում եմ, որ օգնելով Հայաստանին օգնում եմ Վրաստանին, օգնելով Վրաստանին օգնում եմ Հայաստանին, ինչ կարա լինի դրանից ավելի լավ։ Կհանդիպենք հարգելի հայրենակիցներ, ցտեսություն։